Քենիայի կառավարությունը հայտարարել է արժույթի միջազգային հիմնադրամի հետ մի շարք հանդիպումներ սկսելու ծրագրերի մասին նոր աջակցության ծրագիր ստորագրելու համար։ Նախորդ համաձայնագրի ժամկետը լրացել է եւ երկիրը քննարկում է եկամուտների արժեթղթավորումը եւ դրանց դիմաց վարկ վերցնելը։ Ֆինանսների նախարարությունը վստահություն է հայտնում այնպիսի համաձայնագրի կնքման հարցում, որը կխուսափի պարտքի ուղղակի աճից, չնայած ԱՄՀ-ն ակնկալում է, որ նման պարտավորությունները կճանաչվեն որպես սովորական վարկ։ Չինաստանը հայտարարել է իր մտադրության մասին աջակցելու յուանով արտահայտված բաժնետոմսերի ներառմանը Հոնկոնգ մայրցամաքային բորսա ծրագրում մայրցամաքային ներդրողների համար Հոնկոնգի արժեթղթերին հասանելիությունը ընդլայնելու համար։ Այս որոշումը նպատակ ունի ամրապնդել յուանի կարգավիճակը եւ Հոնկոնգի ու մայրցամաքային երկրամասի միջև համագործակցությունը։ Կարգավորող մարմինները ընդգծել են իրենց հանձնառությունը ամրապնդելու արտասահմանյան յուանով գործարքների ենթակառուցվածքը եւ ֆինանսական շուկայի կայուն զարգացումը։ Առաջին կատեգորիայի կալմայեգի փոթորիկը մինչև 205 կմ/ժ 125 մղոն ժամ արագությամբ հարվածել է Ֆիլիպինների կենտրոնական մասին, խլելով առնվազն 1 մարդու կյանք։ Տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Կանխատեսվում է, որ փոթորիկը կուղղվի դեպի Վիետնամ, որտեղ վերջերս ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցել։ Օդերևութաբանները զգուշացնում են ջրհեղեղների, ուժեղ քամիների եւ փոթորկային ալիքների վտանգի մասին, հատկապես ափամերձ շրջաններում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնելով փոխադարձ ներդրումները խորացնելու եւ երկկողմ համագործակցության որակը բարելավելու իր մտադրության մասին։ Երկու կողմերն էլ մտադիր են կենտրոնանալ այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են էներգետիկան, թվային տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ ավիատիեզերական արդյունաբերությունը։ Արտաքին մարտահրավերներին չնայած հիմնական հայտարարություններից մեկը հետեւյալն է՝ հարաբերությունների ամրապնդումը եւ զարգացումը ռազմավարական ընտրություն է։ ԱՄՆ դոլարի ամրապնդման եւ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի հաջորդ իջեցման շուրջ անորոշության պատճառով ոսկու գները իջել են 1 ունցիայի համար $4000 ցածր։ Ներդրողները վերանայում են իրենց սպասումները հետագա դրամավարկային մեղմացման վերաբերյալ, իսկ անվտանգ ակտիվների պահանջարկը ժամանակավորապես կանգ է առել։ Զարգացման երկրորդ համաշխարհային սոցիալական գագաթնաժողովը տեղի կունենա Դոհայում 2025 թվականի նոյեմբերի 4-ից 6-ը։ Մասնակցելու են պետությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ քաղաքացիական հասարակության առաջնորդներ։ Հիմնական նպատակն է միավորել ջանքերը սոցիալական արդարության, հավասարության եւ կայուն զարգացման հարցերի շուրջ։ Գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագիրը ներառում է միջպետական համագործակցության ամրապնդման եւ գլոբալ հարավի դերի բարձրացման դրույթներ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Սեուլում հայտարարել է, որ ԱՄՆ հարավային Կորեա դաշինքը շարունակում է կենտրոնացած մնալ հյուսիսային Կորեայի կողմից ներկայացվող սպառնալիքի զսպման վրա։ Քննարկվում է նաև ԱՄՆ ուժերի գործառնական ճկունությունը մեծացնելու հնարավորությունը տարածաշրջանային ճգնաժամերին արձագանքելու համար։ Այցի ընթացքում քննարկվել են նավերի համատեղ սպասարկումը եւ Սեուլի մասնակցությունը ԱՄՆ լոգիստիկ աջակցությանը։ Չինաստանի առևտրային հանձնաժողովը մեղադրել է Նիդերլանդներին համաշխարհային չիպերի արտադրության շղթայում քաոսի եւ խաթարման մեջ չինական Nexperia ընկերության գործունեությանը միջամտելուց հետո։ Պեկինը պահանջել է, որ Նիդերլանդները դադարեցնեն միջամտությունը եւ կոչ է արել կառուցողական լուծման։ Համաշխարհային միկրոէլեկտրոնիկայի արդյունաբերության կարևոր հատվածները կրկին հայտնվել են աշխարհաքաղաքականության կենտրոնում։ Հաղորդումների համաձայն մոտ 35 երկիր արդեն մշակում կամ պատրաստվում է գործարկել նոր երկրաջերմային էլեկտրակայաններ, որոնք կարող են կրկնապատկել համաշխարհային հզորությունը առաջիկա տարիներին։ Ներկայումս երկրաջերմային արտադրությունը կազմում է համաշխարհային էներգիայի ընդամենը մոտ 2%, բայց խորը հորատումը եւ նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ընդլայնվել ավանդական ջերմային գոտիներից դուրս գտնվող տարածաշրջաններում։
Starbucks-ը աշխարհի ամենամեծ սուրճի ցանցը հայտարարել է իր չինական բիզնեսի վերահսկիչ բաժնեմասի վաճառքի մասին Moyu Capital ներդրումային ընկերությանը։ Գործարքի արժեքը կազմում է մոտ $4 միլիարդ։ Նպատակն է արագացնել աճը Չինաստանում, որտեղ Starbucks-ի իմաստաբաժինը վերջին տարիներին նվազել է 34%-ից մինչև 14%։ Ընկերությունն այժմ պլանավորում է նոր գործընկերոջ հետ միասին ընդլայնել իր ցանցը մինչև 20,000 խանութ։